Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթանի ենք, առողջ ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքի մոտից սուրել իրենից իր զարմանալ աշտասերը։ Թող Աստված օրհնի այդ ժամը, իր Սուրբ Հոգին թափի մեր վրա, ների մեր մեղքերը, որպեսզի մենք պատրաստ լինենք իր ճշմարտությունը ընդունելու մեր սրտում եւ Հիսուսի շնորհքով իրագործելու մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս Եվրամսյակ ուսումնասիրում մի թեմա, որ կոչվում է հավատի դասերը Հիսուսի գրքում, որ իրոք շատ կարևոր է մեզ համար որպես քրիստոնյաների։ Եվ մենք արդեն հասել ենք 5-րդ դասին, որը կոչվում է Տերը պիտի պատերազմի ձեզ համար։ Հեսուի գիրքը պարունակում է մի քանի անհանգստացնող տեսարաններ։ Լուրջ հարցեր են առաջանում աստվածային կամ սրբազան պատերազմի հայեցակարգի վերաբերյալ, որը Աստծո կողմից հանձնարարված, ուրեմն Աստված որոշ մարդկանց ասում է, որ դուք այս մյուս մարդկանց պիտի քշեք այդ հողի վրայից կամ էլ ոչնչացնեք։ 5 կտակարանում աստվածային պատերազմի հարցը բարդ հարց է։ Աստված 5 կտակարանում հայտնում է որպես տիեզերքի գերագույն տիրակալ, ուստի այն ամեն ինչ տեղի ունենում, ինչ որ կերպ պետք է կապված լինի նրա ուղղակի կամ անուղղակի կամքի հետ։ Այսպիսով, ինչպես կարող է Աստված թույլ տալ նման բաներ, հարցը դառնում է անխուսափելի։ Ինչպես անցած անգամ ասեցինք, ուրեմն անցած անգամ մենք տեսանք, որ Աստված ինքը ներգրաված է մի պայքարի մեջ, որը շատ ավելի մեծ է, քան մարդկության պատմության ցանկացած պատերազմ կամ պայքար, մի բան, որ ներթափանցում է մեր կյանքի բոլոր ոլորտները։ Մենք նաև տեսանք, որ ինչպես աստվածաշրջան, այնպես էլ աշխարհիկ պատմության իրադարձությունները կարելի է լիովին հասկանալ միայն այդ պայքարի լույսի ներքո։ Ինչպես որ արևն է դուրս գալիս եւ բացահայտում ամեն ինչ շատ բարձ, նույնը եւ այստեղ է միայն այդ պատերազմը, տիեզերային պատերազմը, որ բարոյչարի միջև է, միայն դրա լույսի ներքո մենք կարող ենք հասկանալ իրադարձությունները այնպես, ինչպես իրոք կան։ Եվ այսօր մենք կշարունակենք ուսումնասիրել Աստծո կողմից աշտոնված պատերազմների խնդիրը, դրանց սահմանափակումներն ու պայմանները։ Եվ կարդանք Ծննդոց 15:16 համար։ Ուրեմն Աստված ասում է Աբրահամին. դու խաղությամբ կգնաս քո հայրերի մոտ եւ կթաղվես գործերության մեջ։ Եվ 4-րդ սերնդում կվերադառնան այստեղ, այսինքն քո սերունդները, 4 սերունդ հետո կվերադառնան այստեղ, Քանանի հող, որտեղ Ամոր հացիների անօրենությունը դեռ լիովին չի հասել իր գագաթնակետին։ Այսինքն Աստված ժամանակ է տալիս եւ ազգերին, եւ մարդկանց, ամեն մի մարդ, ամեն մի ազգ ունի իր շնորհքի ժամանակ, մինչև որ իր անօրենությունը հասնում է գագաթնակետին, այսինքն այնպիսի գծի, որից այն կողմ էլ փրկություն չկա, որ Աստված ինչքան էլ կյանք տա, միևնույն է, նույնն է լինելու, նույն որոշումները, նույն գործերը, նույն խոսքերը։ Կարդանք նաև Ղեֆտացից, ավելի շուտ առաջինը կարդանք 2-րդ Օրինաց 18 գլուխ, 2-րդ Օրինաց 18 գլուխ 9-ից 14 համարները։ Երբ մտնես քո Տեր Աստծո քեզ տված երկիրը, չհետևես այդ ազգերի գարշելի սովորություններին։ Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող եւ կամ հավահմա, նաև կախարդ կամ վհուկ կամ բախտասած կամ ոգեհարցուկ, որտեղ այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, եւ այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստված նրանց հալածում է քո առջևից։ Քո Տեր Աստծո առջև կատարյալ պետք է լինես, որտեղ այն ազգերը, որոնց դու տիրելու ես, լսում են գուշակներին եւ կախարդներին, բայց քեզ քո Տեր Աստված այդպես անելու հրաման չի տալիս։
Եվ նաև կարդանք Ղևտացոս Ղևտացիս 18 գլուխ 24-ից 30 համարները։ Այս բաներից ոչ մեկով չփխծվեք, որովհետև այս բոլոր բաներով, ինչը որ մենք կարդացինք, փխծվեցին այն ազգերը, որոնց ձեր առջևից պիտի քաշեմ։ Չի ասում պիտի ոչնչացնեմ, ուշադրություն դարձնենք։ Ասում է պիտի քշեմ։ Այսինքն Աստծո մտադրությունը այն էր, որ ինքը քշի այդ ազգերին, ոչ թե սպանել տա։ Այն երկիրը փխծվեց, եւ ես նրա անօրինությունը պիտի հատուցեմ նրան, եւ այն երկիրը պիտի փսխի իր բնակիչներին։ Իսկ դուք պահեք իմ կանոններն ու իմ հրամանները եւ այս պղծություններից ոչ մեկը չանեք, ոչ երկրածին եւ ոչ էլ ձեր մեջ բնակվող օտարականը։ Որտեղ ձեզնից առաջ այն երկրի մեջ եղած մարդիկ կատարեցին այս բոլոր պղծությունները կամ գաշությունները եւ երկիրը պղծվեց։ Մարդիկ իրենց մեղքերով պղծում են այն երկիրը, որտեղ ապրում են։ Որ այս երկիրը ձեզ էլ դուրս չփսխի եւ դուք այն պղծեք, ինչպես որ փսխեց ձեզանից առաջ եղած այն ազգերին։ Այսինքն, եթե դուք էլ նույնը անեք, կապ չունի ձեր ազգի անինչա, հրեա թե ինչ, կապ չունի, որ ես ձեզ ընտրել եմ, որ իմ մասին ճիշտ տեղեկություններ տակ մարդկանց, եթե դուք էլ նույնը սկսեք անել, այդ հողը, այդ երկիրը ձեզ էլ կփսխի։ Աստծո մոտ, ինչպես արդեն ասել ենք, Աստված օբյեկտիվ է, նրա մոտ չկան հատուկ ֆավորիտներ, որ ասի լավ, դուք ինչ ուզում եք արեք, ձեզ կարելի է, այդպես բան չկա։ Բոլորին հավասար տարածվում, օրենքը տարածվում է բոլորի վրա, Աստծո օրենքը։ Եվ ով էլ որ լինի, երբ որ պղծում է, երբ որ անհնազանդ է Աստծո օրենքի, կապ չունի, ինչ ազգության է պատկանում, կապ չունի, որ ինչ դասակարգի մարդ է, երկիրը նրան կփսխի, կամ նրանց։ Որ այս երկիրը ձեզ դուրս չփսխի եւ դուք այն պղծեք, ինչպես որ փսխեց ձեզանից առաջ եղած այն ազգերին, որտեղ ամենքը, ով որ կատարի այս պղծություններից որևէ մեկը, այն կատարող անձերը կվերանան իրենց ժողովրդի միջից։ Այսինքն ձեր մեջ էլ ով էլ այդ նույն բանը անի, դուք պիտի ոչնչացնեք այդ մարդկանց, դուրս քշեք։ Պահեք, ոչ թե ոչնչացնեք, այլ վերանալ, գիտեք, մյուս լեզուներում ասում է, որ դուրս քշեք։ Պահեք իմ հրամանները, որպեսզի չանեք ձեզանից առաջ գործված պիղծ սովորույթները եւ դրանցով չփղծվեք, ես եմ Տեր ձեր Աստվածը։ Ուրեմն մենք պետք է ավելի լայն դիտարկենք Հեսուի գիրքը, որպեսզի լիովին հասկանանք, թե ինչ է նշանակում Քանանում բնակվող ազգերի անունությունը։ Այդ ազգերի զզվերի սովորությունները, երեխաների զոհաբերություն, գուշակություն, կախարդություն, նեկրոմանտիկություն, սա ևս մոգության, դա սև մոգություն է, եւ ոգեհարցություն մեզ որոշակի պատկերացում են տալիս։ Այսօր աշխարհի վիճակում է 3 մահվան, այսպես կոչեցյալ Հալոուինը, տոնը իբր թե տոնը, դա որ սատանան է հետևը կանած, մարդիկ տոնում են դա։ Սա էլ դրանցից այս նշածներից մի բան է, այսինքն այդ Հալոուինը։ Երկրորդ օրինաց 18:12 ինչ է ասում։
Հավանաբար սխալ եմ դնել այս ամենը։ Ուրեմն հին ուգարիտական տեքստերի հայտնաբերումը Ռաս Շամրայում լրացուցիչ տեղեկություններ է տրամադրում քանանացիների կրոնի ու հասարակության մասին եւ դրանք ցույց են տալիս, որ այս մշակույթի դատապարտումը ոչ միայն հասկանալի էր, այլև հին կտակարանի բարոյական չափանիշների համաձայն արդարացված։ Քանանական կրոնը հիմնված էր այն հավատամքի վրա, այսինքն դա հեթանոսություն էր, որ պտղաբերություն ապահովող բնական երևույթները կառավարվում են աստվածների եւ աստվածողիների միջև սեռական հարաբերությունների միջոցով, այդպիսով նրանք պատերազմում էին աստվածների սեռական գործունեություն իրենց սեփական սեռական վարքագծի տեսանկյունից եւ զբաղվում էին ծիսական սեռական պրակտիկաներով աստվածներին ու աստվածուհիներին նույն կերպ վարվել խրախուսելով։ Մարդը խրախուսում է Աստծուն, թե ինչ պիտի անի։ Այդ հայեցակարգը հանգեցրեց սրբազան աստվածների, շակերտների մեջ է գրված, անառակ համակարգի ձևավորմանը, որը ներառում էր եւ արական եւ իգական սեռի մարմնավաճառների, որոնք մասնակցում են օրգիա ներառող ծեսերին, դարձյալ բոլորը որպես իրենց կրոնական սովորությունների մաս։ Այսպիսի կեղտոտ կրոն է հեթանոսությունը, որտեղ ասում է, որ այդ աստվածների հետևում ով է, թևերն են կանած, սատանան ինքն է կանած։ Երկիրը չի կարող բարձրանալ այնպիսի բարոյական հիմքի վրա, որն ավելի բարձր է, քան այն աստվածներինն է, որոնց պաշտում է ժողովուրդը։ Այսինքն ասա, ինձ ասա, թե ում ես դու պաշտում, ինչ աստված ես պաշտում, եւ ես կասեմ, թե դու ով ես։ Իրենց աստվածությունների նման ըմբռնման արդյունքում զարմանալի չէ, որ քանանացիների կրոնական սովորությունները ներառում են երեխաների զոհաբերությունը, ինչի դեմ Աստվածաշունչը հատուկ զգուշացնում էր։ Այսօր էլ մարդիկ աստղերին են աստվածացնում եւ պաշտում, նրանց ամեն քայլին հետևում, նրանց կյանքով են ապրում, շնչում։ Այսինքն սովորական մեղավոր մարդուն սարքում են իրենց կյանքի օրինակ։ Աստված, Աստծո տեղն են դնում իրենց կյանքում։ Հնագիտական ապացույցները հաստատում են, որ քանանի բնակիչները կանոնավոր կերպով իրենց առաջնեկ երեխաներին զոհաբերում էին աստվածներին, իրապես թևերին, որոնց նրանք պաշտում էին։ Նվիրաբերման արձանագրություններ կրող մեծ սափորների մեջ հայտնաբերված փոքրիկ կմախքները վկայում են նրանց նվաստացուցիչ կրոնի մասին եւ այն մասին, թե ինչ է դա նշանակում նրանց երեխաներից շատերի համար։ Այսօր էլ կատարում են նման գարշելի գործեր, երեխաներ են կորում, տանում են երեխաներին վախացնում են, սեռական բռնությունների են ենթարկվում եւ այդ վախեցած ժամանակ իրենց արյունը վերցնում են, որտեղ մեջը շատ մոռացա այդ նյութի անունը կորտիզոլ է, թե ինչի չեմ հիշում, որ արտադրվում է դա եւ իրենք դա որպես նարկոտիկ թմրադեղ ընդունում են։ Այսինքն սարսափելի բաներ է այսօր կատարվում։ Երեխաներին զոհաբերում են թևերին, սատանայապաշտները։ Ուստի քանանացիների բնաջնջումը, այսինքն այդ բոլոր հեթանոսական բաները հետ են գալիս։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ կաթոլիկ եկեղեցուն բաղաղին են պաշտում։ Այդ ցցուն հուշարձանները, որ կան, դրան բաղաղին նվիրված հուշարձաններ են տարբեր տեղերում կա այսօր։ Ուստի քանանացիների բնաջնջումը հետագա միտք չէր, մի բան, որը ի հայտ եկավ Քանանի երկրին իսրայելցիներին տալու Աստծո որոշման հետևանքով ոչ։ Քանանի բնակիչներին փորձաշրջան էր տրվել լրացուցիչ ողորմածության ժամանակ, որի ընթացքում նրանք հնարավորություն ունեին բացահայտելու Աստծուն եւ նրա բնավորությունն իրենց մեջ ապրող նահապետների վկայությունների միջոցով։ Նրանք հնարավորություն ունեին, սակայն ակնհայտ է, որ բաց թողեցին այն եւ շարունակեցին իրենց սարսափելի գործելակերպերը, մինչեւ որ Տերը վերջապես ստիպված եղավ դրանց
վերջ տալ։ Եկեք կարդանք Ծննդոց 18:25 համարը, դա այն մասն է, երբ որ Աստված այցելում է Աբրահամին եւ ասում է, որ Սոդոմն ու Գոմորը պիտի ոչնչացնի, եւ Աբրահամը շատ մտահոգված դրան, որտեղ իր եղբորորդին Հովտ այնտեղ էր ապրում, ասում է, որ դու արդար Աստված ես եւ հնարավոր չէ, որ արդարին ու անարդարին միասին ոչնչացնես։ Եվ Սաղմոս, կարդանք Սաղմոս 7:11, Աստված արդար դատավոր է եւ Աստված ամեն օր բարկանում է ամբարշտի վրա։ Նաեւ կարդանք Սաղմոս 50:6 համարը, իմ սրբերին հավաքեցիք ինձ մոտ, որոնք զոհով կներեք 6 համարը, երկինքը կպատմի նրա արդարությունը, այսքան Աստծո, որտեղ Աստված դատավոր է։ Եվ 82 առաջին համարը, Աստված կանում է Աստծո ժողովրդի մեջ, նա դատ է վարում աստվածների դեմ։ Աստծո բնավորության սրբությունը նշանակում է, որ նա չի կարող հանդուրժել մեղքը։ Այո, Աստված համբերատար է։ Այնուամենայնիվ, մեղքը պետք է քաղի իր վերջնական հետևանքը, որը մահն է, Հռոմեացիներ 6:27-ին չի ասում։ Մեղքի վարձքը մահ է, բայց Հիսուս Քրիստոսի շնորհքով կա փրկություն, կա հավիտենական կյանք։ Յահվեն պատերազմ հայտարարեց մեղքի դեմ, անկախ նրանից, թե որտեղ է այն գտնվել, Իսրայելում, թե քանանացիների միջև, կապ չունի։ Ոչ ազգի անունը, ոչ էլ երկրի անունը։ Աստված դեմ է մեղքին յուրաքանչյուր ազգի մեջ, յուրաքանչյուր երկրում։ Իսրայելը, ինչպես եւ մյուս ազգերը, չէր սրբագործվել սուրբ պատերազմներին մասնակցելու միջոցով։ Նույնիսկ այն դեպքում, երբ այդ ազգերն իր ընտրյալ ազգի դեմ Յահվեի դատաստանի միջոց էին ծառայել։ Այսինքն, եկեք կարդանք շատ հետաքրքիր համարներ, երկրորդ օրինաց 9:4-5, երկրորդ օրինաց 9:4-5։ Երբ քո Տեր Աստվածը քո առջևից հալածի նրանց, քո սրտում չասես, թե իմ արդար լինելու համար է, որ Տերն ինձ բերեց այստեղ։ Այսինքն ես լավն եմ, դրա համար Աստված ինձ ընտրեց բերեց, որ ժառանգեմ այս երկիրը։ Եվ նույնպես ով որ պիտի ժառանգի հավիտենական կյանքը, նոր երկիրը, երբեք չեն կարող ասել, որ մենք լավն էինք, դրա համար ժառանգեցին, ոչ, լավ Աստվածն է, որ ողորմած է եւ իր արյան շնորհով կարողացավ փրկել, ով որ պիտի փրկվի։ Որտեւ այս ազգերի անօրինության համար է, որ Տերը հալածում է նրանց քո առջևից, ոչ թե որ դուք լավն եք դրա համար, այլ որտեղ նրանք հասել են իրենց անօրինության գագաթնակետին։ Ոչ թե քո արդար լինելու եւ քո սրտի ուղղության համար ես դու մտնում նրանց երկիրը ժանգելու, այլ այդ ազգերի անօրինության համար է քո Տեր Աստվածը քշում նրանց քո առջևից, նաեւ նրա համար, որպեսզի հաստատի քո հայրերին Աբրահամին, Իսահակին ու Հակոբին երդումով արած իր խոսքը։ Այսինքն Աստված ասում է, ես երդվել եմ ձեր նախածնողներին եւ դրա համար եմ սա անում։ Այսինքն նաեւ պատժում է մեղքը։ Երկրորդ օրինաց 12:29-30 համարներ։ Երբ քո Տեր Աստվածը կոտորի քո առջևից այն ազգերին, որոնց մոտ դու գնում ես նրանց տիրելու համար եւ երբ տիրես նրանց ու բնակվես նրանց երկրում, զգուշ եղիր։ Չլինի, թե նրանց հետևելով որոգայթի մեջ ընկնես, նրանց բնաջնջելուց հետո։ Չլինի, թե նրանց աստվածների մասին հարց ու փորձ անես ասելով, այս ազգերն ինչպես էին պաշտում իրենց աստվածներին, որ նույնն էլ ես անեմ։
դու քո Տեր Աստծո հանդեպ այդպես չվարվես, որովհետև նրանք իրենց աստվածների համար անում են ամեն տեսակ գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը։ Նրանք իրենց աստվածների համար մինչև անգամ կրակի վրա այրում են իրենց տղաներին ու աղջիկներին։ Զգուշ եղիր, որ անես այն ամենը, ինչ ես պատվիրում եմ ձեզ, դրա համար ոչ մի բան չավելացնես եւ դրա վրա ոչ մի բան չավելացնես եւ դրանից ոչ մի բան չպակասեցնես։ Այսինքն միշտ այդ վտանգը կա, որ մարդը, որ կանել է Աստծո ուղում, կարող է շեղվել, որտեղ սատանան քնաշի, անդադար հրթում է սխալ գործերի, այնթադ իր գայթակղությունն է շարունակում եւ ոչ մի երաշխիք չկա, որ այդ մարդիկ չեն շեղվելու եւ այդպես էլ եղավ, հрьяաները շեղվեցին, սկսեցին նույն աստվածներին պաշտել, ինչ որ այդ ժողովուրդներն էին պաշտում, Աստված նրանց էլ չխղճաց, Աստված նրանց էլ դուրս հանեց այդ երկրից, որ խելքի բան։ Աստված նորից ֆավորիտներ չունի։ Աստված իր պատերազմը վարում է մեղքի դեմ, եւ եթե մարդ կառչում է մեղքից, ինքն էլ կորչում է մեղքի հետ։ Ի տարբերություն հին մերձավոր արևելքի այլ ժողովուրդների, իսրայելացիները տեսան նաև Սուրբ պատերազմի հակառակողը, երբ Աստված չպատերազմեց նրանց համար, այլ նրանց դեմ թույլ տալով, որ նրանց թշնամիները ճնշեն իրենց։ Հենց Երիքովը գրավելուց հետո տեղի ունեցավ դա։ Հեսու 7-րդ գլուխն է դա ասում, որ մի մարդ Աքան անունով, որի միջայլոց հարուստ էր, Աստված ասել էր, որ ոչ մի բան չվերցնեք, ամեն ինչ պիտի ոչացնեք, ամեն ինչ, թե այնտեղի կենդանիները, թե այնտեղի իրենց շորերը, իրենց ունեցվածքը, տները, ամեն ինչ պիտի ոչացվեր։ Բայց այս մարդը վերցրել էր որոշ բաներ, ինչ որ մի գեղեցիկ հագուստ էր տեսել, ոսկի էր տեսել, զարդեղեն էր տեսել, վերցրել էր եւ թաքցրել էր եւ այդ պատճառով, քանի որ մեղքը ժողովրդի մեջ էր, իրենք տանուլ տվեցին երկրորդ մարտը, որտեղ Աստված չգնաց, Աստված մեղավոր մարդու հետ կողմից չի պատերազմում, եւ երբ որ Հեսուն հարցրեց ասում, ինչու գնա բանա, ասեց գնա պարզի, թե ինչա կատարվում, եւ Հեսուն պարզեց, որ Աքանը դա արել է դա, Աքանը վերջի ստիպված եղալ, ոչ թե ապաշխարեց, այլ ստիպված եղալ խոստովանել, եւ Աքանին ոչնչացրեցին, այսինքն քարկոծեցին, ոչ միայն Աքանին, այլ ոչնչացրեցին նաև իր վրանը, իր ամբողջ ունեցվածքը, ինքը հարուստ մարդ էր, ուներ եւ ոչխարներ եւ տարբեր տեսակի կենդանիներ, այն վաղթարսությունը դրանով էր չափվում, եւ նաև իր ընտանիքին, որտեղ իրենց ընտանիքն էլ գիտեր, իր ընտանիքն էլ գիտեր, բայց թաքցրեց դա։ Այսինքն Աստծո չնայած իսրայելցիներ այդ մարդը, բայց Աստված ոչնչացրեց այդ մարդուն, որտեղ այդ մարդը կառչեց մեղքից եւ չուզեցավ։ Այնքան ագահ էր, որ հարուստ լինելով էլի աչքածակ գնաց ու այդ ոսկին վերցրեց եւ այդ գեղեցիկ հագուստը։ Սրբազան պատերազմի ողջ հայեցակարգը կարելի է հասկանալ միայն այն դեպքում, եթե այն դիտարկվի Աստծո որպես դատավորի գործունեության լույսի ներքո։ Այս կերպ նայելով Իսրայելի նվաճողական պատերազմները բոլորին այլ բնույթ են ստանում, այն ժամանակվա Իսրայելը նկատի ունենանք, ոչ թե հիմիկվա։ Ի տարբերություն իմպերիալիստական ինքնահաճ պատերազմների, որոնք այնքան հաճախակի էին հին աշխարհում եւ իհարկե մեր օրերում, մենք տեսնում ենք ինչա կատարվում։ Իսրայելի պատերազմները կոչված էին այն ժամանակվա Իսրայելի պատերազմները կոչված էին ոչ թե իրենց փառք բերելու, այլ երկրում Աստծո արդարություն ու խաղաղություն հաստատելու համար։ Իսկ այսօր մարդիկ պատերազմ են անում իրենց փառք բերելու համար եւ նաեւ ինչքան արի օգուտ կորզելու համար։ Իրենց ջահելներին չեն ափսոսում, մատնում են ոչնչացման։ Իսրայելի պատերազմները կոչված են այն ժամանակվա ոչ թե իրենց փառվելու, այլ երկրում Աստծո արդարություն ու խաղաղություն հաստատելու համար։ Ուստի
Սրբազան պատերազմի հասկացության ըմբռնման հիմքում Աստծո կառավարման ու գերագույն իշխանության գաղափարն է, որ վտանգված է Աստծո որպես զինվորի պատկերում, ճիշտ այնպես, ինչպես նրա որպես թագավորի կամ դատավորի պատկերում։ Յահվեն որպես մարտիկ այն դատավորն է, որ նվիրված է օրենքի գերակայության իրականացմանը, կայունացման ու պահպանմանը, որը նրա բնավորության արտացոլումն է։ Այնտեղ, որտեղ անօրենություն է, քաոս է, անկարգություն է, չի կարող Աստծո ներկայությունը լինել։ Աստված որպես զինվոր նման է դատավորի ու թագավորի կերպարին եւ հաստատում է, որ Յահվեն հավերժ չի հանդուրժի ապստամբություն իր հաստատված կարգի դեմ ուստի։ Կարելի է պնդել, որ Յահվեի գործունեության նպատակը երբեք պատերազմը կամ բուն հաղթանակը չէ, այլ արդարության ու խաղաղության վերահաստատում։ Աստված չի ուզում պատերազմներ։ Ինքը մինչև վերջին կետը համբերում է, բայց տեսնում է, որ ճար չկա։ Եվ վերջնական առումով դատելն ու պատերազմելը կամ արդարադատությունը նույն բանն են, եթե Աստված է գործողության հեղինակը։ Կարդանք Ելից 23 գլուխ։ Քսանութից 30 համարները։ Իշամեղուները կուղարկեմ քո առջևից, եւ դրանք քո առաջից կքշեն խևացիներին, քանանացիներին եւ քետացիներին։ Նրանց չի ասում կսպանես, բայց կքշեն։ Նրանց մի տարվա մեջ չեմ քշի քո առջևից, նորից չեմ քշի քո առջևից, որպեսզի երկիրը ամայ չդառնա եւ դաշտի գազանները չբազմանան քո դեմ։ Նրանց կամաց պիտի քշեմ քո առջևից, մինչեւ որ դու բազմանաս եւ ժառանգես երկիրը, ես քո սահմանները, ուրեմն ասում են նրանց կամաց քշեմ քո առջևից, մինչեւ որ դու բազմանաս եւ ժառանգես երկիրը։ Նաեւ կարդանք 33 նույն Ելից 33 գլխի երկրորդ համարը։ Մի հրեշտակ կուղարկեմ քո առաջից եւ դուրս կանեմ քանանացիներին, ամորացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին եւ հեբուսացիներին։ Ուրեմն Էլեն Ուայթը վկայություններ եկեղեցու համար գրքում երրորդ հատորում գրում է 264 էջ։ Երիքո քաղաքը հանձնվել էր ամենախելագար կրապաշտությանը։ Բնակիչները շատ հարուստ էին, բայց Աստծո կողմից իրենց տրված ողջ հարստությունը համարում էին իրենց աստվածների պարգևներ։ Նրանք ունեին ոսկի եւ արծաթ, բայց ինչպես ջրհեղեղից առաջ ապրող մարդիկ, նրանք ապականված եւ հայերով էին, վիրավորելով եւ զայրացնելով երկնքի Աստծուն իրենց շատ գործերով։ Աստծո դատաստանները թափվեցին Երիքովի վրա, այն ամրոց էր, բայց Տիրոջ զորքի հրամանատարն ինքը իջավ երկնքից, առաջնորդելու երկնային զորքերը քաղաքի վրա արձակման ժամանակ Աստծո հրեշտակները հաղթահարեցին հսկայական պարիսպները եւ դրանք գետնին տապալեցին, այսինքն այդ պարիսպները գետնին տապալեցին հրեշտակների կողմից, հզոր հրեշտակների կողմից, այսինքն Աստված, ինչպես որ այստեղ ասեց, որ հրեշտակների ուղարկեմ եւ իրենք կանեն դա։ Եվ նաեւ կարդանք 34 գլխի, Ելից 34 գլխի 11-13 համարները։ Միտքդ պահիր, ինչ որ պատվիրում եմ քեզ այսօր, ահա պիտի քշեմ քո առաջից ամորացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին եւ հեբուսացիներին։ Իսկ Աստված չի ասում դուք պիտի ոչնչացնեք, ասում է ես կքշեմ։ Կործանեք նրանց բագինները, փշրեք նրանց կուռքերը եւ կոտրատեք նրանց աստարոթները, այսինքն մենք տեսնում ենք այստեղ, որ Աստված ասում է ոչնչացրու այն բաները, որոնք մղում են իրենց մեղքի։ Նաև կարդանք Թվոց 33 գլուխը
52 համար այն երկրի բոլոր բնակիչներին կքշեք ձեր առջևից, կկործանեք նրանց բոլոր պատվիրազարդ կոթողները, նրանց բոլոր ձուլած օղուրքերը եւ նրանց բոլոր բարձր տեղերը։ Տեսեք, ասում է բնակիչներին կքշեք եւ այդ բոլոր առարկաները կկործանեք։ Երկրորդ օրինաց 7-րդ գլուխ 20 համարը Քո Տեր Աստվածը նաև իր շամեղուներ պիտի ուղարկի նրանց վրա, որ կոտորվեն մնացածներն ու քեզանից թաքնվածները, եւ նույն գլխի 5 համարը Այլ այսպես կվարվեք նրանց հետ, կկործանեք նրանց զոհասեղանները, կխորտակեք նրանց արձանները, կկոտորեք նրանց աստարովթները եւ կրակով կայրեք նրանց քանդակված խուրքերը։ Եվ նույնը Աստված կրկնում է մյուս գլուխներում երկրորդ օրինաց, օրինակ 9-րդ գլխի 3-րդ համարը Արդիմացիր այսօր, որ քո Տեր Աստվածն ինքը կգնա քո առջև որպես լափող կրակ, նա կորուստյան կմատնի ու կնվաճի նրանց քո առաջ, եւ դու նրանց կհալածես ու շուտով կբնաջնջես, ինչպես որ Տերն ասաց քեզ։ Հետո 12 գլխի 2-3 համարները ամբողջովին կործանեք այն բոլոր վայրերը, որտեղ այն ազգերը, որոնց դուք նվաճելու եք, պաշտել են իրենց աստվածներին բարձր լեռների բլուրների եւ սաղար թախիտ ծառերի տակ։ Քանդեք նաեւ նրանց զոհասեղանները, ջարդեք նրանց արձանները, կրակով այրեք նրանց աստարովթները, փշրեք նրանց աստվածների կուռքերը եւ դրանց անունները վերացրեք այդ վայրերից եւ վերջում 31 գլխի 3-4 համարները։ Քո Տեր Աստվածն ինքը կանցնի քո առաջ, կորուստյան կմատնի քո առջևից այն ազգերին եւ դու կտիրես նրանց հեսում կանցնի քո առաջ, ինչպես ասել է Տերը։ Դերն այնպես կվարվի նրանց հետ, ինչպես վարվեց ամորացիների Սեհոն եւ օգ թագավորների ու նրանց երկրի հետ, որոնց բնաջինջ արեց։ Ուրեմն, ինչ են բացահայտում այս համարները մեզ։ Աստծո սկզբնական նպատակը քանանացիների համար ոչ թե բնաջնջումը, այլ սեփականազրկումն էր կամ քշելը, իրենց հողից քշելը։ Այն հատվածների ուսումնասիրությունը, որոնք նկարագրում են, թե ինչպես պետք է Իսրայելը ներգրաված լիներ նվաճողական մարտերում, օգտագործում է եզրույթները, որոնք խոսում են խոստացված երկրի բնակիչների նկատմամբ իրականացված բռնազրկման, վտարման եւ բնաջնջման մասին, այսինքն պետք է վտարեին, սկզբնական նպատակը դա էր Աստծո։ Եզրույթների երկրորդ խումբը, որն արտահայտում է ոչնչացում եւ որպես գործողության առարկա, Իսրայելն է վերաբերում է հիմնական մանշուչ առարկաներին, ինչպիսիք են հեթանոսական պաշտամունքի եւ ոչնչացման համար առանձնացված առարկաները, ակնհայտ է հեթանոսական պաշտամունքի վայրերն ու զոհասեղանները եղել են քանանական կրոնի հիմնական կենտրոնները։ Աստված ինչու է ուզում վտարել այս ազգերին, որտեղ իրենք ուզում էր եւս մի հնարավորություն տալ այս մարդկանց նոր կյանք սկսելու։ Բայց նրանք, որտեղ այս բոլոր առարկաները նրանց դրդում էին մեղքի, Աստված ուզում էր, որ նրանք դուրս գնային, որոշ ժամանակ առանց այս առարկաների ապրեին, առանց իրենց հարստության, հասկանային, որ իրանք ոչինչ են, որ իրանք հույսը պետք է Տեր Աստված լինի, որպեսզի փրկվեին, գանային փրկության ճանապարհին։ Բայց երբ որ իրանք չուզեցին թողնել եւ վտարվել, Աստված իրենց ստիպված մեղքի հետ միասին, որտեղ Աստծո հիմնական նպատակը մեղքի ոչնչացումն է, եւ երբ որ մարդը կարճում է այդ մեղքին, ինքն էլ է ոչնչանում մեղքի հետ։ Եվ դա ցավալի է Աստծո համար։ Աստված ուզում է, որ մարդիկ փրկվեն, այլ ոչ թե կարճեն մեղքից եւ ոչնչանան։ Սրբազան պատերազմը հիմնական ուղղված է Քանանի ապականված մշակույթի եւ հասարակության դեմ։ Վարակից խուսափելու համար Իսրայելը պետք է ոչնչացներ բոլոր այն տարրերը, որոնք ապականություն էին ջատագովում։ Այնուամենայնիվ Քանանի բոլոր բնակիչները եւ նրանք, ովքեր անհատական
հիմունքներով ընդունում էին Աստծո դիրիշխանությունը մինչև նվաճումը կամ նույնիսկ նվաճման ժամանակ, կարող էին փրկվել արտագաղթի միջոցով։ Երբ որ մարդ գաղթում է եւ իր սովորական կյանքից կտրվում է, նա դադարում է, որոշները ուշքի են գալիս եւ դադարում են մեղանչելուց։ Քանանի բնակչության միակ մասը, որը դատապարտված էր ոչնչացման, նրանք էին, ովքեր ապաստանեցին ամրացված քաղաքներում համառորեն շարունակելով ապստամբել Աստծո ծրագրի դեմ եւ կարծրացրին իրենց սրտերը։ Ուրեմն Քանանը նվաճելու սկզբնական նպատակը երկրի բնակիչներին դուրս մղելն էր, ոչ թե նրանց բնաջնջումը։ Ուրեմն ինչու իսրայելացիները ստիպված եղան այդքան մարդու կոտորել։ Քանանի նվաճման հետ կապված աստվածաշնչյան տեքստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նվաճման սկզբնական մտադրությունը ենթադրում էր բնակչության վտարում։ Այնուամենայնիվ, քանանացիների մեծամասնությունը, ինչպես Եգիպտոսի փարավոնը, կարծրացրեց իրենց սրտերը եւ որպես այդպիսին միաձուլվեցին մշակույթի հետ այնպես, որ այդ մշակույթի ոչնչացումը նշանակում էր, որ նրանք նույնպես պետք է ոչնչացվեն։ Այսինքն, երբ որ երկրում մեղավոր մշակույթ է եւ Աստված պայքարում է այդ մշակույթի դեմ եւ ուզում է ոչնչացնել, այն մարդիկ, ովքեր կարճած են այդ մեղավոր մշակույթին եւ չեն ուզում ձեռք քաշել, ոչնչացվում են այդ մշակույթի հետ միասին։ Մենք գիտենք, որ քրիստոնեությունը երբ որ սկսվեց, շատ հեթանոսական սովորություններ անցան քրիստոնեության մեջ։ Եվ այսօր Աստված ուզում է ազատագրել քրիստոնյա կոչեցյալներին այդ հեթանոսական սովորություններից, բայց շատերը ամուր կարճած են դրանց եւ չեն ուզում թողնել դրանք։ Ուրեմն կարդանք երկրորդ օրինաց 20 գլխի, երկրորդ օրինաց 20 գլուխ 10 համար։ Երբ մոտենաց մի քաղաքի պատերազմելու նրա դեմ, նրան խաղաղություն կոչիր։ Եվ 15-ից 18 համարները։ Այդպես կվարվեց այն բոլոր քաղաքներից, որոնք քեզ այն շատ հեռու են եւ որոնք այս ազգերի քաղաքներից չեն։ Սակայն քո Տեր Աստծո քեզ ժառանգության տված այս ազգերի քաղաքներին ոչ մի շունչ ունեցողի ոչ թողնես, այլ բնաջինջ կանես քետացներին, ամորացներին, քանացներին, փերզացներին, խեղացներին, հբուսացներին, ինչպես որ քո Տեր Աստվածը պատվիրել է քեզ։ Ինչու, որպեսզի ձեզ չսովորեցնեն ընդօրինակել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ անում են իրենց աստվածների համար, եւ որպեսզի դուք մեղք չգործեք ձեր Տեր Աստծո առաջ։ Այսինքն, քանի որ իրենք չուզեցան հրաժարվել իրենց մեղքերից, ով որ չուզեց հրաժարվել, ով որ հրաժարվեց, փրկվեց։ Եվ կարդանք 13 գլխի, երկրորդ օրինաց 13 գլուխ 12 համարից։ Եթե քո Տեր Աստծո բնակության համար քեզ տված քաղաքներից մեկում լսես, որ ասեն, թե ձեր միջից մի քանի անպիտան մարդիկ են դուրս եկել, եւ իրենց քաղաքի բնակիչներին մոլորեցնում են ասելով, գնանք պաշտենք ձեզ անծանոթ ուրիշ աստվածներին, այն ժամանակ կքնես, լավ հարցուփորձ կանես, եւ եթե տեսնես, թե այդ բան իրոք ստույգ է, թե այդ գարշելի բանը եղել է ձեր մեջ, այդ քաղաքի բնակիչներին անպատճառ սրի քաշես, նզովելով այդ քաղաքն նրա մեջ եղած ամեն ինչ սրի քաշես նաեւ անասուններին, իհարկե բոլոր նրանց, ովքեր ներքաշված են դրա մեջ։ Նրա ամբողջ ավարը կհավաքես հրապարակի վրա եւ այդ քաղաքն ու նրա ամբողջ ավարը քո Տեր Աստծո համար ամբողջովին կայրես կրակով եւ այն ավերակների կույտ թող լինի ավիցյան եւ այլևս թող բնավ չվրաշնվի, այդ նզովացից ոչ մի բան չկպչի քո ձեռքերին, որպեսզի Տերը դառնա իր սաստիկ բարկությունից ողորմածություն եւ գթություն ցուցաբերի քո նկատմամբ եւ բազմացնի քեզ ինչպես երբեր էր քո հայրին, եթե դու հնազանդվես քո Տեր Աստծո ձայնին, պահես նրա այն բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ եւ անես այն, ինչ ուղիղ է քո Տեր Աստծո առաջ։ Այսինքն ավելի հեշտ է դեմ առնել նոր ծագած մեղքի, քան թողնել այն տարածվի ամբողջ ազգությունը փչացնի, այդ ժամանակ արդեն շատերն են ոչնչանում, երբ որ ամբողջ ազգությունը արդեն փչանում է։
Եվ նաև կարդանք Հեսու 10:40 համարը։ Այսքան ասված տարբերություն չի դնում իսրայելցիներն ապրում են քաղաքում, թե ինչ ազգեր։ Եթե նույնը անում են իսրայելցիները, իրենք էլ են ոչանում, իրենք էլ են անիծված լինում եւ ինչ որ իրենց պատկանում է անիծված է։ Ցավոք այսօր շատերը նախանձում են այն մարդկանց, ովքեր հարստացել են անօրինական ձևով, անարդար ձևով, բայց նրանց ամբողջ ունեցվածքը անիծված է եւ պետք է նախանձել իրենց։ Հեսու 10:40 Հեսուն հաղթեց բոլոր լեռնային հարավային դաշտային երկրներին, լեռների ստորոտներին եւ դրանց բոլոր թագավորներին, ոչ մեկին ոչ չթողեց, այլ սպանեց կենդանի մնացած բոլոր մարդկանց, ինչպես պատվիրել էր Իսրայելի Աստվածը Տերը, այսինքն ում ովքեր չուզեցին հրաժարվել իրենց մեղքերից եւ չուզեցին այդ Աստված ինչքան էլ ժամանակ տա իրենց կապ չուներ։ Նրանք միևնույն է նույն ճանապարհով էին գնալու։ Սո բնագրում օգտագործվող հերեմ եզակի եզրույթը նկարագրում է պատերազմի ժամանակ մարդկանց ոչնչացումը, այն վերաբերում է արգել բաց, նզովված կամ բնաջնջման համար առանձնացված առարկային։ Գիտեք, կարծեմ արաբներն էլ ունեն հարամ բառը եւ հայերն էլ օգտագործում են բառը, որ ասում այս մարդու կերած հացը հարամ է։ Ինչի՞, որտեղ այդ մարդը անարդար, անօրեն ձևով է վաստակում իր առօրյա, այսինքն իր հարստությունը։ Այն հիմնականում նշանակում է մարդկանց, կենդանիների կամ անշուչ առարկաների ամբողջական եւ անդառնալի տեղավորում Աստծո բացառիկ տիրույթում, որը շատ դեպքերում ներառում է նրանց ոչնչացումը պատերազմի ժամանակ։ Հերեմի հայեցակարգը եւ տիրառությունը որպես պատերազմի ժամանակ ազգի ամբողջական վերացում պետք է հասկանալ չարի տիեզերական ուժերի հետ Յահվեի պայքարի լույսի ներքո, որտեղ վտանգված է նրա բնավորությունն ու հեղինակությունը։ Կրկին աշխարհում մեղքի ի հայտ գալուց ի վեր չկա չեզոք վիճակ, մարդ կամ Աստծո կողմից է կամ նրա դեմ է, մի վիճակը տանում է դեպի կյանք, հավիտենական կյանք, իսկ մյուսը դեպի մահ, հավիտենական մահ։ Ամբողջական ոչնչացման գործառույթը նկարագրում է Աստծո արդար դատաստանը մեղքի եւ չարի դեմ։ Աստված եզակի կերպով իր դատաստանի մի մասի կատարումը պատվիրեց հին Իսրայելին, կործանման հանձնարարությունը նրա խիստ վերահսկողության տակ էր, սահմանափակված պատմության որոշակի ժամանակաշրջանով, նվաճումներով եւ հստակ սահմանված աշխարհագրական տարածքով 5 կանոնով։ Սո պետք չի, որ այսօր մտածեն, թե դա Աստծո պատերազմն է, որ Իսրայելը կանգնա, ոչ։ Դա անօրինություն է, դա կոտորած է, որ անմեղ երեխեքին, անմեղ մարդկանց ենթարկում են սովի։ Սովի միջոցով կոտորում են։ Ինչպես տեսանք, այս բոլորը վերաբերում է մենակ հին Իսրայելին եւ այդ հին տարածքին։ Ինչպես տեսանք այսինքն, ինչպես տեսանք նախորդ ուսումնասիրության մեջ, նրանք, ովքեր հայտնվել էին հերեմի տակ, հետևականորեն ապստամբեցին Աստծո նպատակների դեմ եւ արհամարհեցին դրանք երբեք չապաշխարելով, ուստի նրանց ոչնչացնելու Աստծո որոշումը ոչ կամայական էր, ոչ էլ ազգայնական բնույթ էր կրում։ Ուրեմն ավելին Իսրայելն ակնկալել էր նույն վերաբերմունքը, եթե որոշեր որդեգրել նույն կենսակերպը, ինչ քանանացիները։ Նույնիսկ եթե թվում է, թե աստվածային պատերազմի երկու կողմերում գտնվող խմբերը նախապես սահմանված են, կա մի կողմից մյուսն անցնելու հնարավորություն, ինչպես օրինակ Ռախաբը եւ Գաբավորները անցան այս կողմ, իսկ Աքարը այն ցավանքով եւ ոչնչացավ։ Չնայած նրան, որ իսրայելցի էր։ Այսինքն Աստված չունի ֆավորիտներ, նորից կրկնենք, Աստված միշտ արդար է։ Պատահական չէ, որ մարդիկ պաշտպանություն ստացան կամ
սահմանվեցին ոչնչացման համար։ Նրանք, ովքեր շահեցին Յահվեի հետ հարաբերությունները, կարող էին կորցնել իրենց արտոնյալ կարգավիճակն ապստամբության միջոցով, իսկ ոչնչացման համար սահմանվածները կարող էին ենթադրել Յահվեի իշխանությանը եւ ապրել։ Այսինքն, ինչպես Պողոսն է ասում, ով որ կանած է, թող զգուշ լինի, որ չընկնի։ Այսօր շատ եկեղեցականներ վերևից են նայում են մարդկանց, ովքեր դեռ չեն ապաշխարել, բայց առանց հասկանալու որ իրենք էլ գտնում են վտանգի մեջ, ինչպես Եզեկիելի գրքում է ասում, եթե մեկը սուրբ կյանքով ապրի, բայց ինչ որ մի կետի դադարի դա անել, նա կկործանվի, եւ եթե ինչ որ մարդ սուրբ կյանքով չի ապրում, բայց ինչ որ մի կետի դարձի գալիս է սուրբ կյանքով ապրել, կփրկվի։ Այսինքն մեր ամբողջ կյանքը իր առօրյայով որոշում է մեր ճակատագիրը, զգուշ լինենք, ձգտենք ամեն օր ապրել Աստծո օրենքներով, Աստծո պատվիրաններով, Աստծո շնորհքով, կատարելով իր ասածը, ապրելով իր պես, իր օրինակով։ Եվ վերջում կարդանք Եսայի 9:6, Եսայա 9:6 համար, որտեղ մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը Հիսուսի վրա կլինի եւ կոչվի սքանչելի խորհրդական, զորացված, հավիտենականության հայր եւ խաղաղության իշխան։ Սա Հիսուսի մասին է։ Կարդանք նաեւ 11 գլխի Եսայի 11 գլխի 1-5 հավանեն, մի շարավիղ դուրս կգա Իսայի բնից, մի ընձյուղ կբուսնի նրա արմատներից, նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին, իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զորության հոգին, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին, նրա հաճույքը Տիրոջ երկյուղը կլինի, նա չի դատի ըստ իր աչքի տեսածի, ոչ էլ պիտի որոշի ըստ իր ականջների լսածի, այլ արդարությամբ կդատի աղքատներին եւ ուղղամտորեն կհանդիմանի երկրի հեզերին։ Նա իր բերանի գավազանով կհարվածի երկրին եւ իր շուրթերի շնչով կմերցնի ամբարիշներին։ Արդարությունը նրա մեջքի գոտին կլինի եւ ճշմարտությունը նրա իրանքի գոտին։ Եվ նաեւ Եսայա 60 գլխի 17 համարը Okay, so խաղաղությունը քո վերակացում պիտի դարձնեմ եւ արդարությունը քո գործավարները։ Կարդանք նաեւ Ովսե 2:18 Եվ նրանց համար այն օրը ուխտ պիտի կնքեմ դաշտի գազանների, երկնքի թռչունների եւ երկրի սողունների հետ, աղեղը սուրը եւ պատերազմը պիտի վերացնեմ երկրից եւ նրանց ապահովությամբ պիտի պարկեցնեմ։ Աստված չի սիրում պատերազմներ։ Միքիա 4:3 Նա ատում է մեղքը եւ ով որ մինչեւ վերջ կարճում է մեղքին, այդ մարդն է ոչ շանում մեղքի հետ միասին։ Միքիա 4:3 Նա շատ ժողովրդների մեջ դա ստան պիտի անի եւ մինչեւ հեռուները հզոր ազգերի մասին պիտի վճռի եւ նրանք իրենց սրերից խոփեր պիտի դարբնեն իրենց նիզակներից մանգաղներ, ազգի վրա սուր չի բարձրացնելու եւ այլևս պատերազմել չեն սովորելու։ Այսինքն բանակներ բանակատեղը չի լինելու, որտեղ սովորացնում են տղամարդկանց իրար սպանել։ Թեև այս շաբաթվա դասի կենտրոնական թեման 5 կտակարանում Աստծո կողմից հրամայված եւ օժանդակված պատերազմներն են, պետք է նշել 5 կտակարանի մարգարեական գրությունների մեկ այլ նույնքան կարևոր թեմա է առկայությունը, խաղաղ
մեսիական դարաշրջանի ապագա տեսլականը։ Մեսիան պատկերված է որպես խաղաղության իշխան։ Նա հաստատելու է թագավորություն, որտեղ խաղաղությունն է գերիշխելու, առյուծն ու գառը միասին են արածելու, չարիք եւ վնաս չեն լինելու, որտեղ խաղաղությունը կտիրի եւ կհոսի ինչպես գետ։ Այսինքն ինչու, որտեղ սատանան այդ ժամանակ էլ չի լինելու եւ չի հրահարելու մարդկանց իրար դեմ պատերազմելու, մեղքի պատճառով են լինում պատերազմները։ Այն ժամանակ էլ մեղք չի լինի, կարդանք 4-րդ թագավորաց 6-րդ գլուխ 16-23 համարները։ Ուրեմն ասորիների թագավորը պատերազմում էր Իսրայելի դեմ եւ գնում է, որ ինքը ուզում է ոչնչացնել Եղիսեին, որտեղ Եղիսեին ասված ամեն ինչ ցույց էր տալի իրենց քայլերի վերաբերյալ, Եղիսեն էլ տեղյակ էր պահում թագավորին եւ այդ մասին իմանալով ուզում են ոչնչացնել Եղիսեին։ Ուրեմն ձեր կարգերը մեծ զորք ուղարկեց այնտեղ, որոնք գիշերը եկան եւ պաշարեցին քաղաքը, որտեղ որ Եղիսեն էր։ Աստծո մարդու ծառան առավոտ կանող վեր կացավ եւ դուրս ելավ ահազորքը, ինչպես նաեւ ձերն ու կարգեր շրջապատել են քաղաքը եւ ծառան ասաց նրան. «Վայ, Տեր իմ, ինչ անենք»։ Նա էլ ասաց. «Մի վախեցիր, որտեղ մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։ Այսինքն այդ նույն վայրում Աստծո զորքն էր։ Եվ Եղիսեն աղոթք արեց եւ ասաց. «Ով Տեր, բացիր սրա աչքերը, որ տեսնի»։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը եւ նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով։ Եվ երբ ասորիներն իջան Եղիսեին մոտիկ, նա աղոթեց Տիրոջն ու ասաց. «Աղաչում եմ այս ժողովրդին հարվածիր կուրությամբ»։ Եվ Տերը Եղիսեի խոսքի համաձայն նրանց հարվածեց կուրությամբ։ Ինչու այդպես աղոթեց Եղիսեն, որ Տեր չարեր։ Ոչ, տեսեք թե ինչ տեղ ունեցավ։ Իրենց լավի համար դա արեց։ Եվ Եղիսեն ասաց նրանց. «Այս չէ ճանապարհը եւ քաղաքն էլ այս չէ, եկեք իմ ետևից եւ ձեզ կտանեմ այն մարդու մոտ, որին դուք որոնում եք»։ Եվ նա նրանց տարավ Սամարիա։ Եվ երբ եկան Սամարիա, Եղիսեն ասեց. «Ով Տեր, բաց նրանց աչքերը, որ տեսնեն»։ Եվ Տերը բացեց նրանց աչքերը, նրանք տեսան, որ իրենք ահա Սամարիայում են, որը Իսրայելի մայրաքաղաքն էր այդ ժամանակ։ Եվ երբ Իսրայելի թագավորը տեսավ նրանց, ասաց Եղիսեին. «Զարկեմ հայրին»։ Եվ նա ասաց. «Մի զարկիր։ Միթե դու սպանում ես նրանց, որոնց գերի ես վերցնում քո սրով ու ասում դու քո սրով ու աղով ես նրանց գերի վերցրել որ սպանում ես։ Հաց ու ջուր դիր նրանց առաջ, թող ուտեն ու խմեն եւ հետո գնան իրենց տիրոջ մոտ»։ Երանի թե այսօր այս խոսքերը կարդային բոլոր ազգերը, ովքեր պատերազմում են եւ իրենց գերիների հետ վարվեին հենց այսպես, այլ ոչ թե տանջահարանեին նրանց։ Եվ մեծ հացկերույթ պատրաստեց նրանց համար, նրանք կերան ու խմեցին եւ հետո նրանց արձակեց ու նրանք գնացին իրենց տիրոջ մոտ եւ ասորիների գնդերն այլևս չեկան Իսրայելի երկիրը։ Այսինքն Աստծո նպատակը պատերազմը դադարեցնելն է, Աստծո նպատակը խաղաղություն հաստատելն է։ Եվ ինչպես տեսնում ենք, սա նորություն չէր, նոր կտական, որ Հիսուս ասեց. «Սիրեք ձեր թշնամիներին, կերակրեք ձեր թշնամիներին, կերակրեք ձեր թշնամուն, երբ որ սոված է»։ Դա հին կտակարանում էլ կար, Աստված երբեք չի փոխվում։ Ուրեմն դիտարկենք Եղիսեի նախաձեռնությամբ, բայց հետագայում էլ հիշում եք, երբ որ ասորիցիները հասան իրենց անօրինության գագաթնակետին, ինչ արեց Աստված։ Հովնանին ուղարկեց, ասեց գնա իրանց քարոզի, որ դարձի գան, որ ես չոչացնեմ իրենց, եւ դարձի եկան։ Նրանք էլ էին հասել իրենց անօրինության գագաթնակետին, բայց դարձի եկան, չսխստացրին իրենց սրտերը։ Դիտարկենք Եղիսեի նախաձեռնությամբ ասորական բանակին կերակրելու պատմությունը։ Նրանց կոտրելու փոխարեն նա ցույց տվեց նրանց գերագույն իդեալը, խաղաղությունը, որը միշտ եղել է Աստծո նպատակն իր ժողովրդի համար։ Հետաքրքիր է նկատել, որ Եղիսեն լիովին գիտակցում է թշնամու շրջապատող անտեսանելի բանակի գերազանցությունը, այսինքն Աստծո բանակի,
Որքան էլ Աստված ներգրաված է տիեզերական պայքարի մեջ, որն իր ազդեցությունն է թողել նաև մեր մոլորակի վրա փրկագնման վերջնական նպատակը ոչ թե հավիտենական հակամարտությունն է կամ նույնիսկ թշնամուն ստրկության մեջ հավերժ հպատակեցնելը, այլ հավիտենական խաղաղությունը, ինչպես որ բռնությունը բռնություն է ծնում, այնպես էլ խաղաղությունը խաղաղություն է ծնում։ Պատմությունն ավարտվում է նրանով, որ ասորիների գնդերն այլևս չեկան Իսրայելի երկիրը։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի մեկնաբանություններից հատորի 2 H1005 Աստված համբերատար է։ Նա ամբարիշտ ազգերին փորձության ժամանակ տվեց, այսինքն փորձաշրջան, որպեսզի նրանք կարողանան ծանոթանալ իրեն եւ իր բնավորությանը, նրանց դատապարտում ըստ տրված լույսի էր, լույսը ստանալուց հրաժարվելու եւ Աստծո ճանապարհների փոխարեն իրենց սեփական ճանապարհներն ընտրելու համար։ Աստված պատճառաբանեց, թե ինչու միանգամից չբնազրկեց քանանացիներին, ամորհացիների անօրինությունը կատարելության չէր հասել, իրենց անօրինության պատճառը նրանք աստիճանաբար մոտենում էին այն սահմանին, որ Աստծո համբերատարությունը այլևս չէր կարող դրսևորվել եւ նրանք ոչանալու էին, մինչեւ այդ սահմանին չհասան եւ նրանց անօրինությունը լիակատար չդարձավ, Աստծո վրեժխնդրությունը հետաձգվեց, բոլոր ազգերը փորձաշրջան են ունեցել։ Նրանք, ովքեր մերժեցին Աստծո օրենքը, չարության մի աստիճանից մյուս անցան։ Երեխաները ժառանգեցին ծնողների ապստան ոգին եւ ավելի չար վարվեցին, քան իրենց հայրերն իրենց առաջ, ինչեւ որ Աստծո բարկությունը իջավ նրանց վրա։ Պատիժը հետաձգելը չնվազեցրեց դրա խստությունը։ Փառք Աստծո, շնորհակալ ենք Աստծուց այս գեղեցիկ դասերի համար, որ ինքը տալիս է մեզ, այս ջանքերը, որ Աստված թափում է մեզ փրկելու համար։ Անդադար Աստված ուզում է մեզ համոզել, որ մենք հրաժարվենք մեր մեղավոր կենսակերպից։ Ինչպես մենք կարող ենք իմանալ, արդյոք մենք մեղավոր կենսակերպ ենք վարում, թե ոչ։ Կարդացեք Աստվածաշունչը եւ դուք կպարզեք ինքներդ ձեր համար, արդյոք ձեր վարվելակերպը մեղավոր է, թե ոչ ապրելակերպը։ Մի համեմատեք ձեզ ձեր հարևանների, ձեր բարեկամների, չգիտեմ ում հետ, համեմատեք ձեզ Աստծո օրենքի հետ, Աստծո օրենքի մեջ նայեք, դա է ցույց տալիս ձեր մեղքը։ Մի ձգտեք այդ անարդարությամբ հավաքված հարստություն դիզող այդ մարդկանց հարստությանը մի նախանձեք, դրանք հարամ են եւ ուշ թե վաղ ոչնչացվելու են, այլ ձգտեք Աստծուն նվիրվել, Աստծո ճանապարհներով քայլել եւ եթե պետք լինի մի քիչ նեղություն քաշել այս կյանքում, բայց հավիտենապես երանության մեջ ապրել մեր Աստծո ներկայությամբ, Հիսուս Քրիստոսի ներկայությամբ, որը իր կյանքը չափսոսեց մեզ համար, թող Աստված օրհնի մեզ գալիք շաբաթոյի բոլոր օրերին, որ բոլոր որոշումները իրագործեն Աստծո կամքով, այսինքն անենք, Աստծո կամքով անենք եւ Աստծո շնորհքով իրագործենք մեր կյանքում, Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ։